Նիկոլ Փաշինյանը արդեն 7 տարի է ինչ իշխանության է, ձեր կարծիքով ինչ են արել այս 7 տարվա ընթացքում։ Ոչ մի բան, ոչ մի լավ բան։ Լավ բան արած կան, տեսել եք։ Դե սա կարծիքը նայեք ինչ է կատարվում, ամբողջ քաղաքում մեկ էս վիճակն է։ Լավ բան չեն կարող անեն։ Ոչ էլ կարող են հարցնեն, ով կարող անի այդ մարդկանցից խորհուրդ հարցնեն։ Իրանք ոնց գտնում են հարմար անում են, իրանք շարասյունով գնում գալիս են, հանգիստ, խնդիր չունեն, փողոցներ կփակեն ձախ, աջ, մյուս, ինչի մասին ասեմ, ազիջան, լավ ինչ են արել, լավ ոչ մի բան, չեն անում, մարդիկ կամ ցանկություն չունեն, կամ էլ պրոստը երևի իրոք չեն հասկանում, լավը որն է, վատը որն է։ Ոչ մի լավ բան բացի վատից։ Ինչ ասեմ, եթե ոչ մի լավ բան չի արեմ, իշտ վատն ենք տենում, վատը, ու լավի էլ չենք սպասում։ Ինչ բան էլ չի արել, մի փոքր թոշակ ավելացրել, այն էլ ինչ, գազ, լուզ, բան, ոչ մի բան էլ չի արել, մենակ հողերն ա տվել։ Հա, որպես քաղաքացին ապրել է, լավ ա եղել, բայց մարդը պետք է իմանա, որ լավը զգա, թեթևը զգա, մեկը մյուսին իրար հանդեպ հարգանքով լինեն։ Այսօր էդ է պետք Հայաստանում։ Օրենք գործի, որ այսօր ես իմանամ, որ միտեղ մոտենամ, որ ինձ արջ չհամարեն։ Այդ օրենքը ինձ ստիպի։ Ես հա, եթե մարդը ստիպի պահանջի կգործի։ Որն է բան արել։ Այդ 4 հոգի ունեցել են ով է բան արել, բացի իրանց մերձավորների համար։ Ով է լավ բան արել, հիշում եք տենց մեկին։ Բայց ինչ կա։ Ես էլ ձեր նման։ Չեմ կարող ասել, երևի առանձնապես այդքան մեծ բան չեն արել։ Իմ կարծիքով ոչ մի բան։ Ամենայն դեպս իօքու ժողովրդի։ Մասին ոչ մի բան էլ չեմ ուզում խոսամ, ես այսպես կուշտ եմ։ Փողոցները, որ ժամանակին ասֆալտապատ չէր, ասֆալտապատը, լույսերը կա, հանգիստ կարողանում ես երեխային իրիկունը թողնել, գյուղում ման գա։ Կա լավ բաներ, կա վատ բաներ, բայց դե ըստ երևույթին կարգավորվի էլի։ Ես ինչ մարեմ չեն արել, ոչ մի բան։ Իրանց խոստումները չեն կատարել էլի։ Շատ բան ասին կանեն, հիմի այդ տարբեր բաներ են անում, այդ հարկայինի այդ լրացնելը, այս տարի ժողովրդին է կողտարել մեր եկելի թոշակառուներին է։ Լավ բան չեն սպասում։ Կինս էլ ապրիլի 12-ին մահացավ, մարտի 6000 բոնուսը չտվեցին։ Հələ ապրիլին էլ էինք լրացրել գումարը, ոչ են, չտվեցին։ Հա, այն բոնուսը որ ասում այդ բոնուսը նրա համար է, որ թոշակ չենք ավելացնում, բայց այն բոնուսը չտվեց։ Ասենք մահացել էր, բայց մարտ ամսին այդ մարդը լրիվ ապրել մինչև 12 ապրել էր։ Գրփել են ու վերջ, ուրիշ բան թալանել են, ուրիշ բան չեն արել։ Գիտեք, կարող է իմ կարծիքը վիճելի լինի, բայց նախ եւ առաջ որպես դրական կարող եմ նշել, նա ազատեց Հայաստանը նախկին իշխանություններից եւ դուք հիշում եք հավանաբար դա ինչ հրճվանք առաջացրեց մեր ժողովրդի մոտ եւ դա քիչ չի եւ բացի այդ ես կասեի որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք տեղի ունեցավ բեկում հայ հասարակության գիտակցության մեջ մենք 200 տարի միշտ մտածել ենք որ առանց ռուսի կյանք չկա ռուսը չլինի կորած ենք ռուսը չլինի թուրքը մեզ կուտի բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դա կարծես թե կոտրվեց, այ դա որպես դրական ես կարող եմ ասել, բայց դե իհարկե կան նաև բազմաթիվ բացասական բաներ, որ ժողովուրդը դա տեսնում է ու դրա համար հիասթափությունը քիչ չէ իմ կարծիքով մեր ժողովրդի մոտ։ Գիտեք, ժողովուրդը շատ հուսադրված էր, բայց տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարը որևէ արդյունք չտվեց, կարելի ասել։ Չհաշված այդ ամպագորգոր հայտարարությունները, թե սրանից են պահանջում, նրանից են պահանջում, բայց ժողովուրդը չի զգում այդ պայքարի արդյունքները, դատական համակարգի բարեփոխումները, կարելի ասել, արդյունքը 0, եւ հետո ժողովուրդը շատ զգայուն է այն հարցերում, որոնք որ անմիջապես վերաբերվում է հենց ժողովրդի սոցիալական վիճակին, այդ հայտարարագրերը, քաղաքային տրանսպորտի հետ կապված ճիշտ է, դա գուցե քաղաքապետարանի գործն է, բայց ամեն դեպքում քաղաքապետարանը էլի Նիկոլ Փաշինյանի իշխանության մասն է եւ կարծում եմ այստեղ ավելորդ է խոսել, ուղղակի ձախողված է այդ հարցը
Հետո գիտեք այդ մանր հարցերը, ինչ որ աղբահանության վարձի թանկացում, ինչ որ նոր հարկատեսակներ, այդ ամենը մեծ դժգոհություն եւ հիասթափություն է առաջացրել մեր ժողովրդի մոտ։